Կարևորը մեր տան մակերեսներն են, որոնք որ երբ կուտակված են տարբեր իրերով, լցված են տարբեր իրերով, մեր ուղեղը ենթարկվում է սթրեսի, որ մակերեսների մասին է խոսքը, ամենաառաջնայինը դա մեր սեղաններն են, մեր աշխատանքային մակերեսներն են և հատակները, հիշեք, որ մակերեսները տաք լավա են, պատկերացրեք, որ հենտեղ լավա է ծորում և դուք չեք կարող ենտեղ որևէ ավելորդ իր թողնել, երբ դուք ազատում եք ձեր տունը ավելորդ իրերից, շերտ առ շերտ այդ մակերեսները ազատվում են, առհասարակ երբ ես մտնում եմ որևէ տարածք, ես տեսնում եմ մոտավորապես քանի տոկոսով պետք է ազատվի այդ մարդը իր իրերից, որովհետև առաջին շերտը դա երբ լցոնված են բոլոր դարակները, դա նշանակում է, որ մոտավորապես առնվազն 30%-ից մարդ պետք է ազատվի իր իրերից, որպեսզի կարողանա շնչի իր տարածքը, իր դարակը կարողանա շնչել և յուրաքանչյուր իր ունենա իր տեղը, երկրորդը դա երբ փակ է լինում այն տարածքը, որը որ պետք է բացվի օրինակ այդ դարակը, դա արդեն երկրորդ շերտի ախտանիշն է, երկրորդ շերտի ախտանիշը նշանակում է, որ մարդ առնվազն 50% իր իրերից պետք է ազատվի և երրորդ շերտը և այդպես շարունակ ես տեսել եմ բնակարաններ, որտեղ որ ուղղակի դուռը չի բացվում, որովհետև ինչ կա չկա, այդ սենյակը չի օգտագործվել ու լցվել է, դա նշանակում է, որ 80%-ից է պետք ազատվել, իմ պարագայում լսած կլինեք իմ բլոգում, որ ես ասել եմ, որ ազատվել եմ 80% իմ իրերից, բայց դա եղել է այն պատճառով, որ ես ձգտել եմ մինիմալիզմի, մինիմալիզմը պարտադիր չի, որ դուք ձգտեք, այսինքն ես ունեցել եմ առաջին շերտի լցված տուն, մեկ շերտով, այսինքն իմ դարակներից դուրս չեն եկել իրերը, բացառությամբ խաղալիքների, մանկական զոնայում խաղալիքներ եղել են, որոնք տեղակայվել են գետնին, մեծ խաղալիքների մասին է խոսքը եղել և այլն, բայց ինձ մոտ եղել է առաջին շերտի և ես 80%-ից ազատվել եմ, որովհետև մի շրջան է իմ կյանքում եղել, երբ ես միայն մինիմալիզմով եմ ոգեշնչվել և այլն, օրինակ ունեցել եմ երկու շապիկ, մեկ սև, մեկ սպիտակ և ինձ շատ կոմֆորտ է եղել այդ ընթացքում ունեցել եմ երրորդ իմ նորածինը, այդ ընթացքում ես մշտապես աշխատել եմ և զգացել եմ, որ ես չեմ ուզում նույնիսկ մտածել ինչ շապիկ հագնել այսօր սևը, վաղը սպիտակը կամ երկու օր սևը, երկու օր սպիտակը և այդպես շարունակ, այնպես որ սիրելիներս, հենց հիմա վերցրեք աղբի տոպրակը, բացեք մեկ դարակ և 10 րոպե ժամանակ ձեզ, որպեսզի դուք ավելորդազերծեք ձեր